Խաղություն ժողովուրդ ջան, Տերը օրհնա բոլորիդ։ Ժողովող գիրք 5-րդ գլուխ առաջի խոսքը մի հրաշալի խոսք է, ինչպես որ ամբողջ Աստվածաշունչն է հրաշալի խոսք է, ժողովուրդ ջան։ Երանի թե ամեն մի մարդ արարած Աստվածաշունչը կարդա եւ հասկանա։ Եթե չունենան համապատասխան հոգին, որը մարգարեական հոգին է, Աստվածաշունչը չեն կարա հասկանան։ Այն հոգով, որ գրվել Աստվածաշունչը, այն հոգով էլ դու կարաս հասկանաս Աստվածաշունչը։ Եթե չունենաս մարգարեների, առաքյալների հոգին, որի հիմքի վրա հիմնված է եկեղեցին, որի հիմքի վրա է գրված Աստվածաշունչը, չես կարա հասկանաս, չես կարա։ Շնչավոր եղար, չես կարա հասկանաս հոգու գրածը, մարգարեական հոգու գրածը չես կարա, դեպ Աստվածաշունչը գրել են մարգարեները, առաքյալները, ուրեմն իրանց հոգով են գրել, Աստծուց վերցրած այդ հոգով, Աստծո հոգին տա մարգարեական հոգին է, ժողովուրդ։ Զգուշ եղիր ոտքիդ համար, երբ որ գնաս Աստծո տուն, եւ մոտեցիր ավելի լսելու համար, քան թե մատուցանելու հիմաների զոհը, որովհետև նրանք չգիտեն, որ չարություն են անում։ Տերը ուզում է, որ մենք, երբ որ Աստծո տուն ենք գնում, ավելի մոտենանք Տիրոջը լսելու համար։ Եվ ինչպես մոտենանք Տիրոջը, երբ որ մեզ տրտի մեջ մեղք ու հանցանք կլինի, մեղքն ու հանցանքը երբեք չի թողա, որ մենք ավելի մոտենանք Տիրոջը, որ կարանք լսանք Տիրոջից իր ձայնը։ Այդ է խնդիրը որն է, որ շատերը իրանց աղոթքի պատասխանը չեն կարողանում լսան։ Բայց զոհը, քան թե մատուցանել հիմաների զոհը, որ իրանք չգիտեն, որ իրանք չարություն են անում, մարդը կարա չարություն անա, հիմարաբար, բայց ասում է հիմարների զոհը, այսինքն մի զոհ, որը չարությունից է, մի զոհ, որը ճիշտ հարաբերություն չունի Տիրոջ հետ, դա նաև հիմարություն է, ժողովուրդ, համարվում։ Դրա համար ասում եմ, մոտեցիր Աստծուն ավելի շատ լսալու համար, քան թե զոհեր տալու, զոհեր անելու համար։ Զոհերը կարող լինեն տարբեր, անգամ ֆինանս զոհաբերելու համար։ Ճիշտ սիրտ պետք է ունենաս Աստծու հետ։ Դա